Ալին, Արշականունը քեզ ոչ մեկին չի հիշացնում։ Իմ մտքով ոչ մեկ չի անցնում։ Դու գիտես, չէ՞ տարիներ առաջ ինչ արել մաման։ Կլինի առանց նախաբանների ուղիղ ասես ինչ ա եղել։ Ալին, Արշակը այն մարդն է, ում հետ մամատ փախավ Ամերիկա։ Արշակն է տարել մորդ, Արշակն է մորդ մահվան պատճառը, այդ երեխեն էլ մորդ երեխեն է։ Հիմա հասկացար, թե ինչի էին տատիկդ ու Էլիզը դեմ քո ու այդ երեխու շփմանը։ Միշտ կասկածել ես ու չես իմացել պատճառը։ Ես զարմանում եմ, Ալին, ինչի քո հետ չեն խոսել։ Լավ, ինչի նորոն քեզ հետ չի խոսել։ Հիմա իմացար պատճառը։ Ես քեզ չեմ խաբում, բալես։ Դու ասեցիր, չէ՞, որ չես հասկանում, թե ինչի են տատիկը ու Էլիզը միշտ դեմ եղել ու ատելությամբ լցված եղել։ Հիմա ես քեզ շատ պարզ ասեցի պատճառը։ Արշակն է տարիներ առաջ տարել ձեր մորը։ Ալինա, ես երկար ժամանակ այդ տանն եմ աշխատել։ Ուղղակի այդ մարդկանց չեմ հավանում, այդքան բան։ Էլիս, Էրիկա, շատ սխալ ճանապարհ ես ընտրել, նորից նույնն ես անում։ Էլիս, եթե այդ մարդիկ վատը լինեին, Էդոն իրանց հետ կշփվեր, կամ նորն կսիրահարվեր Մագդային։ Ինչի՞ չես խոսում, բալես։ Ճիշտ է, այդ օրը այդքան էլ քաղցր հիշողություններ չի արթնացնում, որովհետև քեզ անսովոր էր այդ վիճակում տեսնելը։ Բայց դու այնքան սիրուն ես ներկայացնում, քեզ լսելուց հետո ինձ թվում է, այդ մեր ամենաքաղցր հիշողությունն է։ Հենց տենց էլ կա։ Այդ օրվա իմ ծեծված լինելը, դրան հաջորդող խնդիրները մի կողմ դրած, ես այդ օրը ամենապարզ զգացմունքները ապրեցի քո հանդեպ։ Այդ զգացմունքները չէին խառնվում ցավին, չէին կռվում իրականության հետ։ Ու հետաքրքիրը գիտես որն է։ Որը։ Որ համ ես, համ էլ դու մոռացել ենք, որ մենք կռված ենք։ Ես այդ օրը քեզ զանգեցի առանց ինչ-որ մի բան բացատրելու։ Դու էլ առանց հարցեր տալու եկար իմ կողքին եղար ու ինձ օգնեցիր։ Ու այդ օրը շատ բան է ապացուցում մեր մասին, շատ բան է ասում։ Մենք չհասցրեցինք պատրաստվել իրավիճակին, մտածել, թե ոնց ենք մեզ պահելու, ինչ ենք ասելու։ Այդ փաստն է այդ օրվա մեղը։ Հասկանում ես։ Լավ, արի ես քեզ տուն ճանապարհեմ ու գնամ։ Լավ։ Բայց կլինի մի քիչ էլ քայլենք, թե դու շատ ես արդեն հոգնել։ Չեմ խաբի, Մագդա, իրականում ամբողջ գիշեր չեմ քնել, շատ հոգնացա։ Լավ, ուրեմն դու գնա տուն հանգստացի, բայց հենց գնաս Էդոյի մոտ իմ մասին չմոռանաս, կգաս հետևիցս։ Լավ։ Բայց իմացի, որ գործի պետք է գնամ։ Արդեն մի քանի օր կլինի, որ չեմ գնացել, հասկանամ ինչ է կատարվում։ Դե լավ, ես քեզ սպասելու եմ։ Բալես, դու մեծ աղջիկ ես։ Դու ամեն ինչ շատ լավ հասկանում ես։ Ալին, դու հասկանում ես մենք հիմա ինչ իրավիճակում ենք ընտանիքով հայտնվել։ Նորոն պատրաստվում է ամուսնանալ մեր ընտանիքի թշնամու քրոջ հետ։ Դու հասկանում ես, ու Արշակը նորից շարունակում է մեր տունը քանդել, Նորոյին մեր դեմ տրամադրելով, բալես։ Անհնար է։ Նորոն կյանքում ոչ մեկի ազդեցության տակ չեր ընկնի։ Իսկ ոնց կբացատրես այն փաստը, որ Նորոն հիմա պատրաստվում է ամուսնանալ դրա քրոջ հետ, Ալի։ Ճիշտ է, ես Նորոյին չկարողացա համոզեմ ու ազդեցություն ունենամ, բայց քեզ պարտավոր եմ փրկել, Ալին։ Արշակը ձեզ իր թևի տակ առնելով, փորձում է իր մեղքերը մաքրել, բալես։
Արդեն մեծ ես բալես։ Ու պիտի ամեն ինչ հասկանաս։ Եթե աղբորդ պես չլսես ինձ, արշակին ես օգնած լինելու։ Չեմ ուզում էլ ոչ մի բան լսել։ Ես պետք է Նորոյի հետ խոսեմ։ Ես եմ մեղավոր։ Իմ մեղքի բաժինը շատ մեծ է բալես։ Բայց հավատա, Շուշանին արշակն է համոզել տարել Ամերիկա։ Ինքն է խաբել, ասել, որ ձեզ էլ կտանի։ Ու ձեզ որբ է թողել։ Հասկանում ես բալես։ Արշակի նման մարդուն հավատալը դա նույնն է։ Ոնց քո տեսած թակարդի մեջ գնաս ու ոտքդ դնես։ Ես ծանր հիվանդ եմ։ Ինձ ոչ մեկ չի ասում, բայց ես զգում եմ։ Տենց մի ասա, դու լավանալու ես։ Ալին, որ դու լացում ես, ես էլ եմ ուզում լացեմ։ Ուղղակի վախենում եմ, Արև։ Պետք չի վախենալ, բժիշկները քեզ օգնելու են, որ լավանաս։ Ես խոստանում եմ, պապայիս կասեմ, ինքն էլ քեզ կօգնի։ Ինքս տեղից լիքը բժիշկների ա ճանաչում։ Իրանց կասենք, կօգնի քեզ։ Կլինի էլ ոչ մի բան չխոսեք։ Ես չեմ ուզում հիմա դու նեղվես ու լացես բալես։ Ես չեմ լացում։ Ես ուղղակի նեղվում եմ, որ այսքան ժամանակ ես շփվել եմ իմ քրոջ հետ ու չեմ իմացել, որ ինքը իմ քույրն է։ Ինքը քո քույրը չի բալես։ Ոնց կարող է արշակի աղջիկը քո քույրը լինել։ Հիշի ինչքան վատ օրեր ես ունեցել։ Հիշի ինչքան ծանր ու վատ օրեր են եղել։ Հիշի ինչքան ես մամայիդ կարոտել։ Ու միշտ հիշի, իրանք մեծից փոքր քո թշնամիներն են, ոչ թե բարեկամներդ։ Ես իմաստեղ եմ, որ չթողնեմ արշակը ձեզ մոտենա։ Իրան թվում է ինքը շատ բան է արել ձեզ համար, քան ես։ Եթե զգա, որ դուք ինձ ընդունում եք, ինքը կյանքում էլ տենց չի մտածի ալին։ Արևը իմ քույրն է։ Չէ, ալին։ Արևը քո քույրը չի։ Այդ երեխու երակներում արշակի արյունն է հոսում։ Ու ինքը չի կարա քո քույրը լինի։ Ինքը ավելի շատ քո թշնամին է։ Չթողնես բալես, որ քեզ էլ համոզեն ոնց որ Նորոյին։ Լսում ես, չթողնես։ Ես գիտեի, որ իրանք Ամերիկայում են։ Չգիտեի, որ այսքան մոտիկ է իմ քույրը ինձ։ Կյանքում չէի պատկերացնի։ Ես ուզում եմ տուն գնամ։ Ես պետքա խոսեմ, իմանամ, ինչի են ինձ այսքան ժամանակ խաբել։ Ինչ իրավունքով են իրանք ինձ խաբել։ Հա, կարող է այս տարիքով փոքր եմ, կարող է այս երեխա եմ, բայց այս պատմությունը իմն էլ է։ Մեր անցյալի պատճառով ինչքան իրանք են տանջվել, այդքան էլ ես եմ տանջվել։ Կարող է ես ցույց չեմ տվել, բայց ես ներսումս եմ զգացել այդ ամեն ինչը։ Ես զգացել եմ ու երևի բոլորից շատ։ Բոլորից շատ իմ համար է բարդ եղել, որովհետև ես ցույց չեմ տվել, ես չեմ արտահայտվել։ Ես պետքա տուն գնամ։ Ալին։ Դա չեմ ուզում ելես։ Մի քիչ էլ ուտեիր, բան չի մնացել։ Սիրտս խառնեց։ Համել մի քիչ ցավեր ունեմ, դրա համար չեմ ուզում։ Դե հա։ Բժիշկը ասաց վերքը թարմա, դրա համար էլ ցավում է։ Պարզ է։ Էդ։ Շնորհակալ եմ։ Ինչի համար։ Դե ինձ Նորոն ասաց, որ դանակի հարվածը իրան էր ուղղված։ Ասաց, որ դու ես դիմաց կանգնել։ Ես էլ չեմ արել, որ հիմա
Հերթով բոլորը շնորհակալություն հայտնեք։ Ես վստահ եմ, որ եթե նույն իրավիճակում ես լինեի, նորոն էլ նույնը կաներ։ Բայց ես չեմ հասկանում, Մագդան այդ ինչ պատմությունների մեջ ա եղել, որ սենց է ստացվել։ Կարևոր չի։ Էդո ես չեմ պատրաստվում Մագդային մեղադրել։ Այդ անասուն Մագդային փախցրել էր ու արշակից փող էր պահանջում։ Ես չգիտեմ ինչ կլիներ, եթե մենք մի քիչ ուշանայինք։ Հարուստ լինելն էլ է դա էլի։ Իրանք մտածում են, որ ամեն ինչից ապահովագրված են։ Էլ չեն մտածում, որ իրանց հարստության պատճառով բոլորի աչքի տակ են ապրում։ Հա ինչ, ես վատ իմաստով չեմ ասում։ Համել խոսքս մենակ իրանց չէր վերաբերվում, ընդհանուր առմամբ եմ ասում։ Բուժքույրը հեսա պիտի գաս ռիսկի։ Դուրս կգաս։ Չի լինի, ես էլ այստեղ մնամ։ Չէ, հելիս չի լինի։ Միջանցքում էլ չսպասես։ Գնա տուն, հետո կգաս։ Էդո լավ էլի։ Բան ասեցի հելիս։ Լանա, ես չգիտեմ, թե մտքովդ ինչ է անցել, բայց այդ ամեն ինչը թողնել ու փախնելը քո կողմից շատ մեծ սխալ կլինի։ Կապի դուրս արի, հանդիպենք ու հասկանանք ինչ ենք անում։ Ես եկա։ Նորոն գնաց։ Հա թող գնա մի քիչ հանգստանա, ամբողջ գիշեր չի քնել։ Հասկացա։ Արշակ, ես գիտեմ, որ դու իմ հետ խոսալու բան ունես։ Կուզես հենց հիմա խոսանք։ Մագդա, դու ինչքանով ես վստահ այդ լուրջ քայլին։ Ինձ թվում է ոչ մի աղջիկ վստահ չի ու այդ հարցի պատասխանը ուղղակի չունի։ Արշակ, դու հասկանում ես, այդ աղջկա համար շատ լուրջ փոփոխություն է։ Այդ նոր փուլ է, որ դու լրիվ ուրիշ մարդ ես դառնում։ Ու անկախ քեզանից սկսում ես վախենալ այդ կտրուկ փոփոխություններից, ուղղակի սկսում ես անհանգստանալ։ Բայց պահը գալիս, որ քո ներսի սերը հաղթում է ամեն ինչին, ու դու ուղղակի ուզում ես քո սիրած մարդու հետ լինես։ Հիմա ես քո ես ասածից ինչ հասկանամ, որ դու ես սպասում։ Հա, ճիշտ է, ես վախենում եմ։ Ես գիտեմ, որ մեր խնդիրները կրկնապատկվելու են, բայց այդ կապ չունի։ Ու հետո, երբ որ աղջիկը զգում է, որ իր կողքի մարդը վստահելի է, ամեն ինչ փոխվում է։ Ես ուղղակի ուզում եմ իմ սիրած մարդու հետ լինեմ։ Ու գիտեմ, որ նորոն այն մարդն է, որ իմ համար ամեն ինչ կանի, ու մեր բոլոր խնդիրները կհարթի։ Մագդա, իսկ դու ինչքանով ես վստահ, որ կդիմանաս այդ խնդիրներին, որ նորոն այդ խնդիրները կլուծի կամ կարողանա ստացի, որ չլուծի։ Ես հիմա չեմ ուզում թվարկեմ այդ խնդիրները, գիտեմ, որ դու շատ լավ գիտես դրանց մասին։ Ուղղակի ուզում եմ հասկանամ, թե դու ինչքանով ես վստահ ու պատրաստ պայքարել քո ընտրության համար։ Բա Էդոին երբ են դուրս գրելու։ Դե դեռ վիճակը այդքան էլ լավ չի տատ։ Այ քեզ փորձանք։ Ինչքան կարելի է ձեզ ասել, որ ամեն ինչ կռվելով չի։ Իրար հետ խոսալ կա, իրար հասկանալ կա։ Դե եթե պատմության մեջ աղջիկ չլիներ, կարող է իրար հասկանային։ Էլիս,
Ինչ։ Ես վատ բան ասեցի։ Տոնը դուրս չեկավ։ Ալինաս, կյանքս ինչ ա եղել, ինչ ես վիճակում, հա? Ինչ ա եղել։ Ալին։ Ով ա ձեզ թողել, որ ինձ խաբեք։ Ով։ Ինչի չեք ասել, որ արևի իմ քուրն ա։ Ինչի չեք ասել, որ արևի պապան է նույն մարդը, ով մենք ատել եք այսքան ժամանակ։ Ինչի չեք ասել։ Թող։ Ալինա, հանգստացի, Ալին, հանգստացի։ Հանգստացի, Ալինա։ Հանգստացի։ Հա, ես կդիմանամ ու կօգնեմ Նորոյին։ Չգիտեմ Մագդա, չգիտեմ, էդ հիմա ես տենց ասում, բա եթե այդ ժամանակ անընդհատ խնդիրների բախվես ու հասկանաս, որ քո պայքարը օգուտ չի տալիս, կհոգնես չէ քո կյանքից, կամ կսկսես մտածել, որ իզուր ամուսնացար, կամ ավելի վատ կհիասթափվես քո կատարած ընտրությունից։ Ես Նորոյին այսքան բան չեմ ասել, որովհետև տղա է, չեմ ուզում, որ կոտրվի, չվախենա, բայց քեզ ասում եմ, որ դու ամեն մի մանրուք հաշվի առնես։ Ես կյանքում չեմ հիասթափվի Նորոյից։ Կասես ով է ասել, որ այդ սերը մենակ սիրուն ու լավ օրերի համար է։ Չարշակ այդ տենց չի։ Սերը նրա համար չի, որովհետև հեշտ է։ Սերը նրա համար է, որովհետև դու չես փախնում։ Դու ուզում ես քո սիրած մարդու կողքը լինես անկախ ամեն ինչից։ Դու հասկանում ես, որ առանց իրա ուղղակի էլ չես կարա ապրես։ Դու հասկանաս չէ, որ ես ուղղակի անհանգստանում եմ։ Հա, գիտեմ, հասկանում եմ։ Մագդա, ես ինձ մեղավոր եմ զգում քո առաջ։ Ինչի համար ես տենց ասում։ Որովհետև այս պատմության թշնամանքի ու ատելության հեղինակը ես եմ, բայց ավելի շատ դու ես տուժվում։ Չէ արշակ, տենց մի ասա։ Ես միշտ քեզնով հպարտանում եմ, որովհետև դու էլ ես չէ քո սիրո համար պայքարել, ու այդ մեղք չի։ Այդ ամեն ինչը ես հենց քեզնից եմ սովորել։ Հիմա ինչ, հարսանիք ենք անում, քեզ ուրիշին պետք է տամ, հա։ Արդեն ես էլ կլացեմ արշակ։ Ես ինչ եմ անելու առանց քեզ այս տանը, ոնց եմ ապրելու։ Ինչի չեք խոսում հիմա։ Ինչի թե չգիտեք ինչ ասեք, որ ես էլի սուսուպուս գնամ իմ սենյակ։ Բալես, հանգստացի Ալինա, խնդրում եմ, հանգստացի Բալես։ Հանգստացի։ Ոնց հանգստանամ տան։ Ոնց հանգստանամ ես։ Ես իրան սիրել եմ, ես արվին սիրել եմ։ Ես իրան որպես ընկեր եմ ընդունել ու պարզում է ինքը ով է հիմա իմ համար։ Ալինս դու էլի պետքա շարունակես սիրել, լսում ես։ Եթե այս պատմության մեջ ամեղ մարդիկ կան, այդ դու արևն եք, լսում ես ինչ եմ ասում, Ալին։ Ալին։ Նորո դուք իրավունք չունեիք ինձ խաբեիք, Նորո։ Դուք իրավունք չունեիք ինձ խաբեիք։ Ես գոհ ես քո օրինած պատմություններից։ Գոհ ես քո պատմած հեքիաթներից, հա։ Խոսայլիս, ամենալավը քո մոտ էր ստացվում ինձ խաբել։ Ես էլ ասեմ, ինչի չես ուզում, որ ես իրան չշփվեմ, ինչի չես ուզում, որ ես իրան չշփվեմ։ Ասում էիր, որ վատ բան ես նկատել այդ մարդկանց տանը, հա, դրա համար մենակ էլիս։ Ինչի եք ինձ խաբել այսքան ժամանակ, ինչի համար։
Ալին, ես կլինի մենք առանձին խոսենք, հա? Ալին, Չէ, թող նոր չի լինի, չէ։ Դուք երկուսդ իմ հոգեբանության հետ եք խաղացել, դուք հասկանում եք։ Էլիս ինձ փորձել է միշտ համոզի, որ ես ատեմ իրան, իսկ դու հակառակը նոր հա։ Ես ուղղակի նենց եմ արել, որ դու սիրես Արևին, որ ձեր մեջ կապ բնա, որ հետո ինչ։ Որ հետո դժվար լինի իրանից կտրվել, պոկվել, հա, որ ավելի շատ տանջվեմ ես։ ով ա քեզ ասել։ Նորո հիմա էտա կարևոր։ Հա, բարձ է։ Շատ սխալ հարց եմ տալիս։ Հերդ է ասել, չէ՞։ Հա, ինքն ասել։ Ինքը միակ մարդն էր, որ ես մութ պատմություն իմ համար բացահայտեց։ Ես հիասթափված եմ ձեզնից։ Նորո ես բոլորից շատ քեզ եմ հավատացել, բոլորից շատ ես քեզ եմ վստահել։ Ես վստահ եմ, որ դու ինձ կյանքում չես խաբի։ Նորո բայց հիմա ես ամենաշատը քեզնից եմ ես հիասթափված։ Դու հիմա շատ ես ուզված լսում ես, լարված ես։ Ալին ես հանգստացի։ Դե հա, ձեր շնորհիվ եմ ես ես վիճակում։ Բալես ինձ լսի, մենք ուզում էինք քեզ այս պատմությունից որքան հնարավոր է հեռու պահենք, որ գոնե դու չապրես անցյալով, մինչև տեսնենք այս հարցին ինչ լուծում ենք տալու։ Ինչ լուծում, տատ։ Տատ, ինչ լուծում։ Չի լուծվելու այս հարցը երբեք, որտեղ ես կյանքում չեմ կարող մոռանալ, ինչ ա եղել իմ մամայի հետ։ Ես այսքան ժամանակ չեմ խոսել մամայի արածի մասին։ Բայց այդ չի նշանակում, որ իմ հոգու խորքում ես մեղավոր ու անմեղ չեմ փնտրել։ Նորո ոնց տենց ստացվեց, որ դու այդ ընտանիքին այդքան մոտ քեզ թողեցիր։ Գոնե այս հարցիս կպատասխանես։ Այդ հարցի պատասխանը մենք էլ չունենք, Ալինա։ Դու մտածում ես խոսալուց առաջ, Էլիս։ Գիտեք ինչ կա։ Ես չեմ ուզում ձեզ լսել։ Մեղավոր լսում եք։ Դուք եք մեղավոր, որ այդ մարդուն թողել եք, որ իր քիթը մստիրա չվերաբերվող հարցերի մեջ։ Զանգի։ Շուտ արա զանգի, Էլիս։ Զանգի ասում եմ, չես լսում։ Նորա չեմ զանգել։ Ուստեղ հեռ։ Դու ուստեղ հեռ։ Ինչ եք անում, հերիք, այլ չեմ դիմանում։ Լանա կասես ես ինչ պահվածքը։ Հեռախոսով քոնը ասում ես ու կորում։ Արշակ, ես իմ այստեղ մնալու իմաստը չեմ տեսնում։ Իմ երեխեն իմ ներկայությունը չի կարողանում հանդուրժել։ Ես ավելի փչացրեցի ամեն ինչ, քան մի քանի տարի առաջ ա եղել։ Մենք պայմանավորվել ենք, չէ, որ ես նենց եմ անելու, որ գոնե դուք ընկերական հարաբերությունների մեջ լինեք։ Ու ինչքան ես հիշում եմ, դեռ իմ խոստումը չեմ կատարել։ Բայց դու պարտավորել չես, Արշակ։
Ես քեզ ինձ օգնելու ոչ մի շանս չեմ թողել, Արշակ։ Ու եթե չօգնես էլ, ես չեմ նեղանա քեզանից։ Բայց ես եմ ինձ մեղավոր զգում։ Լանա, իմ սրտին չի նստել, որ ես քեզ խնդրել եմ չասես Մագդային քո ով լինելու մասին։ Մի տեսակ ոնց որ մեղք գործած լինեմ։ Ախր ես քեզանից նես բան եմ խնդրել, ես ինքս ծնող լինելով շատ դաժան բան եմ քեզանից խնդրել։ Ես չեմ պատկերացնում, թե իմ հետ ինչ կլիներ, եթե ինչ-որ մեկ ինձ խնդրեր կամ ստիպեր, որ ես արևից հեռու լինեմ։ Ես միանգամից կգժվեի։ Կամ էլ գրողի ծոցը կուղարկի այդ ասողին։ Բայց դու դիմանում ես։ Այդ նրանից է, որ ես չեմ կարող նման բան ասել այն մարդուն, ով որ տղամարդ լինելով իմ երեխու համար համ մամա է եղել, համ պապա է եղել ու ներկայացել է եղբայր։ Լանա, այդ կապ չունի։ Ես գիտեմ, որ քո Հայաստան գալու նպատակը Մագդային քո ով լինելու մասին ասելն է եղել։ Խնդրում եմ քեզ, թույլ տուր օգնեմ քեզ։ Ես ամեն ինչ կանեմ, որ Մագդան նորից ընդունի քեզ, խնդրում եմ։ Արշակ, իսկ ես կարող եմ քեզ բան խնդրել։ Հա, ասա։ Ես ուզում եմ մոռանալ այն ինչ որ մեր մեջ եղել է։ Խնդրում եմ, էլ ձեռքս չբռնես։ Բարև, բալես։ Ինչ ես Ալինային ճիշտը պատմել, է? Ով ես դու? Ինչ ես պատմել։ Նորո ինձ էլ է հետաքրքրում։ Ինչի Ալինան չգիտեր։ Ես էլ եմ փնտրում այդ հարցի պատասխանը ու չեմ գտնում, տղա ջան։ Դու քեզ ում տեղն ես դրել, է? Դու ընդհանրապես քեզ շատ սխալ մարդու տեղ ես դրել։ Դու ոչ մի իրավունք չունես, լսում ես։ Դու ոչ մի իրավունք չունես, որ խառնվես մեր ընտանեկան հարցերին կամ ինչ-որ բան որոշես։ Ես այսքան ժամանակ ամեն ինչ արել եմ, որ Ալինայից հեռու պահեմ այս կեղտոտ պատմությունից, որ ինքը ընդհանրապես չիմանա այդ անցյալը, իր մանկությունը վայելի։ Ինչի եկար ու ամեն ինչ պատմեցիր, ինչի խառնեցիր Ալինայից այս կեղտոտ պատմությանը, ինչ ճայեցիր դրանից։ Բա ինչ պիտի անեի։ Թողնեի Ալինան էլ առանց իմանալու շփվեր այդ ընտանիքի հետ։ Գովում էր Արշակին, ասում էր այդ մարդը իմ կյանքն է փրկել։ Ես իր շնորհիվ է, որ մինչև այսօր ապրում եմ։ Ճիշտ է ասել։ Այդ մարդը իրոք փրկել է Ալինայից կյանքը։ Փրկել է։ Բայց դու Ալինային ճիշտը պատմելով շատ սխալ բան արեցիր, շատ սխալ։ Նորո, Ալինան իմ աղջիկն է։ Ու կարծեմ ես զրկված չեմ ծնողական իրավունքներից, ու ունեմ իրավունքներ։ Նպատակը հարմար եմ գտել պատմելու։ Ես քեզ քանի անգամ ասեմ, որ դու ճիշտ բառը իրար հետ ընդհանրապես կապ չունեք։ Դու այդ բառը իրար հականիշ եք, հականիշ։ Ես քեզ ասեցի, որ Ալինայից չխառնես այս կեղտոտ պատմությանը։ Ասեցի 1000 անգամ զգուշացրեցի։ Այդ երեխեն նոր է լավացել։ Ավելի ճիշտ չի էլ լավացել, ուղղակի վիճակն է մի քիչ տետևացել։ Ու եթե քո այս քայլով Ալինայից վիճակը մի քիչ վատացավ, ես էլ հաշվի չեմ առնելու, որ դու իմ հերն ես, անունով։ Այդ քեզ չի փրկելու, լսում ես։ Քեզ ոչ մի բան էլ չի փրկելու։ Այնքան կուզենայի այդ շանտաժի լեզվով Արշակի հետ խոսեիր։ Բայց դա տենց հրաշք որտեղ տեղի կունենա, տղա ջան։
Հերիք այդ մարդու անունը տաս։ Դու այդ մարդուց ոչ մի բան ոչ ունես ստանալու, ոչ էլ ինչ-որ մի բան հարցնելու, պարզա։ Նորո, եթե քո մոր մահվան թեման փակ է, իմ համար փակ չի։ Արշակն է եկել, մտել է իմ ընտանիք ու տարել է իմ կնոջը ու սպանել։ Իսկ եթե ես հիմա համակերպվեմ, դա կնշանակի, որ ամեն ինչ անցել է։ Ես չեմ պատրաստվում համակերպվել նորը։ Հա, լսել եմ ամուսնանում ես։ Արդեն պաշտոնական հայտարարություն կա, թե քննարկումների մեջ եք դեռ։ Իմ կյանքի հետ կապված առհասարակ ոչ մի բան քեզ չի վերաբերում։ Հասկացար։ Այդ քո գործը չի։ Հա։ Հիմա ուշադիր ինձ լսի։ Ես ամեն ինչ անելու եմ, ամեն ինչ, որ Ալինաս ընդունի արևին։ Տես դիմացդ կանգնած աչքերիդ մեջ նայելով ասում եմ, ու Աստված շանի։ Դու Ալինայից տրամադրես իմ դեմ, կամ փորձես իր հոգեբանության վրա ազդես։ Եղավ։ Նորո, ես չեմ թողնի, որ Ալինային քո նման սարքեն։ Չեմ թողնի։ Դու ով ես։ Ընդհանրապես դու ով ես, որ ինձ ինչ-որ մի բան թույլ տաս կամ թույլ չտաս։ Ալինան ավելի շատ իմ երեխան է, քան քո, պարզա։ Ալին կարոտել եմ, հենց հարմար լինի զանգի։ Լանա, դու իրոք ուզում ես մոռանալ։ Իսկ ես ուրիշ տարբերակ ունեմ։ Արշակ, գիտես, դու ախր ճիշտ էիր ասում։ Ես իմանալով դու ով ես, ես իրավունք չունեի քեզ ինձ այդքան մոտ թողելու։ Որ ասում եմ իմ քայլերը մեկը մյուսից սխալ են։ Ես քեզ չեմ մեղադրում։ Զգացմունքների դեմ պայքարելը հեշտ բան չի, ու ոչ բոլորի մոտ է ստացվում։ Արշակ, բայց մենք պարտավոր ենք պայքարել։ Ու այնպես պայքարել, որ ստացվի։ Չի ստացվում էլ իմ մոտ։ Չի ստացվում, ես սիրային հարցերը միշտ էլ բարդ եմ մոտ էր ստացվել։ Չեմ ուզում համեմատեմ, բայց ես չեմ հիշում, թե քանի անգամ ենք Շուշանի հետ որոշել, որ վերջ ենք դնում մեր հարաբերություններին, ու քանի անգամ ենք վստահ եղել, որ սա վերջն է։ Բայց արի ուտես, որ կյանքը լրիվ ուրիշ բան ցույց տվեց։ Հիմա ինչ ես անում։ Հույս ես տալիս։ Հնարավոր է, ինչի՞ չէ որ։ Չէ, հնարավոր չի։ Կյանքը չի կարող իմ հանդեպ այդքան շռայլ լինել։ Ինչի՞։ Իսկ ով ասում, եթե մարդ սխալներ անում, ուրեմն կյանքից մերժված է դառնում։ Արի ոչ մի բան չորոշենք, հա։ Նորո, հիմա ինչքան էլ տհաճ լինի քո համար,
Ալինան իմ երեխեն է, ու փաստը մնում է փաստ։ Ուշ թե շուտ այդ երեխեն իմանալու էր։ Էլի կիմանար, երբ որ ես գայի, որ երեխեն պատրաստ է հասկանալու ու ընդունելու է ճիշտը։ Ոչ թե սենց վատ տարբերակով կասեի, որ իրա հոգեբանության վրա ազդեի։ Դու էլ ասում ես ծնող ես։ Ծնող է մարդը, որ ամեն ինչ անում է, որ իր երեխեքը հեռու մնան վատ զգացողություններից, վատ իրավիճակներից, ոչ թե իր ձեռքով գցում է կայլակի մեջ։ Դե ո՞նց է կերել այդ աղջիկը ուղեղդ, որ փակ աչքերով դուրս ես եկել ընտանիքիդ դեմ նորո։ Չգիտեմ էլ ինչ անեմ նորո։ Չգիտեմ էլ գլուխս որ պատին տամ, որ հասկանաս ու լսես ինձ։ Դու որ ոչ մի բան չանես, ոչ մի բան ավելի շատ կօգնես ինձ։ Ապացուցեմ, որ ես իզուր չի, որ Արշակին կասկածում եմ։ Հենց հիմա կարամ ապացուցեմ նորո։ Ապացուցի։